Сегодня наша съемочная группа приехала в город Мартуни, который находится в Геркуникской области Армении. Население города более 12 тысяч человек. Город в 1926 году получил свое название по псевдониму партийного революционного деятеля Александра Мясникяна. Мартуни является крупным центром пищевой промышленности в Армении. В окружающих селах и районах живет примерно 100 тысяч человек. Мартуни расположен на юго-западном берегу высокогорного озера Севан, на расстоянии 130 километрах от Еревана. Высота над уровнем моря 1950 метров. На севере города находится лесная полоса вокруг озера Севан, где растут платан, ива и ель. На юге расположен Варданийский хребет. На плодородных почвах Мартуни отлично растут картофель, помидоры, баклажаны и множество других овощных культур. Более подробно о городе, истории и его нынешнем положении расскажут сами жители Мартуни. Մարտունի քաղաքը եւ Արաքիս գյուղերը հիմնվել են անցյալ դարի 1830-32 թվականներին Ալաշկերտից, Մուշիցվանից մարդիկ գաղթել են եւ այստեղ հիմնել են իրենց բնակավայրերը։ Եվ Մարտունի քաղաքը եւ Գեղովիտը եւ Արաքից Գետաշենը այս տարածաշրջանը բնակվել է այդ թվերին։ Ուրեմն մեր տարածաշրջանը մինչև գաղթը, որ Արևմտյան Հայաստանից եկել են, նորից բնակեցված եղել այրով, եղել է մեծ քաղաքներ, Կոտ քաղաքը։ Մենք ունենք հին բնակավայրեր, որ իմի, ասենք, իրանց տեղը կա շատ վաղվանից այս տարածաշրջանը բնակեցված եղել մեր ժողովրդով։ Իսկ հետագայում, որ նորից գաղթել է, նորից եկել են, արդեն բնակչությունը ավելի ամեծացել։ Սովետական ժամանակաշրջանում Մարտունին, այսինքն Մարտունի բնակչությունը այնքան շատ էր, որ այստեղ հիմնարկ գործարաններ դրեցին, հիմնարկություններ դրեցին, ժողովրդին աշխատել։ Ու տենց ոնց ասեմ, ոնց որ շատացան էլի, շատ լավ էր։ Շինություններ ինչ որ տեսնում եք սովետական ժամանակաշրջանից կառուցված շենքեր են 93 այսինքն 85 թվականից էսյան ոչ մի շինարարություն չէ Մարտունիում, ոչ մի բարձրահաս շենքեր չեն սարքում, Մարտունի վրա вообще ուշադրություն չէ դարձնում, լրիվ կենտրոնացել մայրաքաղաքում, բայց ամենամեծ աշխատուժը գտնվում է Մարտունիում։ Մարտունու բնակչությունը ինչով է զբաղվում հիմնականում։ Խոպան, ցավտանը, մարտակնի աշխատակին, նա զարաբատկու։ Հասկանալի։ Իսկ այստեղ քաղաքում ինչ է։ Քաղաքում տարբեր մարդիկ ով խանութատեր արևտրով զբաղվում, ով անասնապահությամբ, եթե կարում է, այսինքն կարելի ասել 90% վերացին չէ պահում, որտեղ հնարավոր չի։ Հիմնականում գյուղատնտեսությունով, անասնապահությունով կան արդեն հիմնարկ տեղարկություններ։ Նախկինում սովետական միության ժամանակ եղել է գործարաններ, արդյունաբերություն։ Հիմա սովետական միության այդ քանդումից հետո գործարանները քիչ են, բայց արդեն ինչ որտեղ արդեն սկսում են ծաղկել դա։ Նախ առևտուրը ծաղկում է ապրում Մարտունիում, մենք ունենք մեծ շուկա Հայաստանի մասշտաբով։ Սևանա լիճը, քանի որ մեզ մոտիկ է, ձկնորսությամբ են զբաղվում, փոքր, բայց մեծ, ասենք, գործարաններ չեն։ Փոքր ֆաբրիկաներ են։ Այնտեղ տեքստիլ կա, սննդի։ Հիմնական խնդիրը նա է դրանում է, որ մենք դաժե խնդրում ենք, դաժե պահանջում ենք, որ մեր մոտ սկսեն շենքեր կառուցել, ժողովուրդը չգիտեն որտեղ ապրեն։ Ապրում ենք այ սեփական տունամ ապրում են, բայց այդ սեփական տունը ասենք ինչի ժամանակա գալիս որ ես ցնցում եմ դու գնում եմ քաղաք, մայրաքաղաք ապրելու, որտեղ աշխատատեղ չկա։ Պակաս вообще չկա կարելի ասել, ցավատար եմ։ Ընդհանրապես ամենստեղ եթե մի հատ հիմնարկ զավոդ տնեն, ինչ-որ գործարան տնեն, չէ, դու չեք պատկերացնում ինչի կհասնեն։ Խնդիրները ճիշտ ասած շատ են։ Չնայած այս վերջին տարիներին ահագին գործեր են արվել, ահագին աշխատանքներ են արվել, հեսա դուք էլ տեսնում եք, որ քաղաքը արդեն ծաղկում է ապրում,
Բայց դե նախկինից մնացած խնդիրները այնքան շատ են, որ հիմա դե մեր հանրապետության վիճակն էլ այն չի, որ կարողանան մի անգամից այդ հարցերը լուծեն, կան խմելու ջրի խնդիրներ կա, ոռոգման ջրի, ճանապարհները արդեն համարյա թե կարելի ասել, որ այդ հարցը լուծվել է, բայց դե կա մնացած այս երիտասարդության հարցերն է, որ չկա այդ ժամանցի ոչ մի վայր չկա, ու երիտասարդությունը չեն մնում, ավելի շատ ձգտում են քաղաքի, ու այսօր արդեն գյուղերը որ կաք տեսնեք, արդեն մեծամասնություն տները փակեք գնացել են, մնացել են տարիքով մարդիկ։ Ինչ է նշանակում ձեզ համար Մարտունի քաղաքը։ Իմ հայրենիքն է։ Ես մոտ 85 թվին զորացրվել եմ բանակ սովետական ծառայել եմ ու դրանից հետո ամբողջ իմ ջայր ժամանակը եղել եմ Ռուսաստանում, եղել եմ Ուկրաինայում։ Անձի մեծ հնարավորություն կար դեռ ապրելու, բայց ես իմ հայրենիքը չտավաճան եմ։ Սիրում եմ, Մարտունի սիրում եմ։ Նույնն էլ իմ երեխեք։ Հայրեն ասել են ոչ մի տեղ չեն ուզում, եթան բնան աշխատեն։ Հայրենիքը, մենք ուզում ենք, մենք հայրենիքը ծաղկացնենք։ Բնակլիմական պայմանները մի քիչ դժվար է, ցուրտ է, մենք մի քիչ դժվար պայմաններում ենք ապրում։ Ավելի շատ կառավարությունը ուշադրություն դարձնի, խմելու ջուրը ահա որ է, ոռոգման ջուրը ահա որ է, այսօր այս պահին ես իջել եմ Մարտունի, եկել եմ Մարտունի, որ գնամ այս խմելու ջրի հարցը լուծենք։ Մենք ապրում ենք այնպիսի պայմաններում, որ ջուրը շատ է, պաշարները շատ է, բայց այդ պաշարները չեն ասնում ժողովրդին, որ ժողովուրդը դրանով բավարարվի։ Ես ուզում եմ ավելացնել, որ Մարտունի վրա մի քիչ ուշադրություն դարձնեն, Մարտունի այս քաղաքի ռայոնի համար մի քիչ բարելավել, մի քիչ էլի ասում եմ հիմնարկ գործարանը, ինչա մի արտադրամաս, այդպես բաներ ձեռնարկեն, մարդիկ աշխատել, ուզում եմ ասեմ, մի քիչ ուշադրություն դարձնեն այս Մարտունի ռայոնի վրա, հենց ռայոնի, չեմ ասում մենակ Մարտունի քաղաքը, Մարտունի քաղաքը, համայնքն Ախպեջան, այդպես խանութներ դրեն, ասեմ, որ գյուղերից եթե ժողովուրդ չկան ստեղ առևտուր անեն, Մարտունի կենտրոնն էլ շարքից դուրս կա։ Ժողովուրդն են արհեստացնում ռայոնի կենտրոնում։ Ցանկացած մարդու համար էլ իր բնակավայրը հարազատ է։ Ինձ համար էլ ես չեմ կարող ժամանակալնում որ որոշում ենք որ ստեղից թողնենք գնանք, բայց մեր հողությունը, մեր պապերի այս ժառանգությունը մեզ պահում է, ձգում է։ Ու ես կարծում եմ այս դժվարությունները շուտով կանցնեն եւ ամեն ինչ իր ունով կեթա լավ կլինի։